Համակարգային քրոնիկ հիվանդությունները հաճախ առողջական տարբեր եւ աննշան թվացող խնդիրների անտեսման հետևանքն են։ Իհարկե, անբուժելի ու անկառավարելի ախտահարումները երբեմն հանկարծակի են պատուհասում մարդուն, խաթարելով բնականon կենսակերպը։ Սակայն կան հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ, որոնց նկատմամբ անուշադրությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների, որոնք ոչ միայն վտանգում են կյանքի որակը, այլև լրջագույն սպառնալիք են գոյությանը։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ և ձախ կողմերում, կրծքային վերջին ու գոտկային վերին երկու ողերի մակարդակի վրա։ Օրգանիզմի կենսագործունեության ընթացքում յուրաքանչյուր բջիջում առաջանում է նյութափոխանակության արգասիքներ՝ միզանյութ, ֆոսֆորական ու ծծմբական թթվի աղեր, ջուր, ածխաթթու գազ եւ այլն։ Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի ու ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը։ Երիկամները ունեն ինչպես էքսկրետոր ֆունկցիան, արտաթորական համակարգը, դա արյան մեջ կուտակված տոքսինների, միզանյութի, կրեատինի եւ այլ նյութերի հեռացումն է, այն էլեկտրոլիտների ավելցուկի հեռացումն է, թթվահիմնային հավասարակշռության հեռացումն է, այսինքն հեռացման էքսկրետոր ֆունկցիայից բացի երիկամը օժտված է նաեւ շատ հզոր հորմոնալ ֆունկցիաներով։ Այսինքն էրիթրոպոետինի սինթեզն է դրա օրինակը, արյան հեմոգլոբինի քանակության կարգավորումը, էրիթրոցիտների թվի կարգավորումը, դա վիտամին D-ի նյութափոխանակությունն է, որը բերում է կալցի տրիոլի առաջացման, որ արդեն ոսկրերի ամրության, կալցիումի ֆոսֆորի հետ ներծծման եւ աղիներից ներծծման, ոսկրերի ամրության ապահովման, կառումով զարկերակային ճնշման կարգավորումն են ռենինի միջոցով։ Երիկամի գործը կայանում է նրանում, որպեսզի օրգանիզմից դուրս բերի շլակները, հատկապես ազոտային շլակները, ֆիլտրելով այն, սինթեզելով այլ նյութեր մեզի միջոցով։ Երբ որ երիկամը կորցնում է իր այն հատկությունը, ազոտային շլակները կուտակվում են արյան մեջ, որը որ ազդում է ուղեղի վրա, ազդում է նյութափոխանակության վրա, ազդում է անոթների պատի վրա, դա դանդաղ պրոցես է, մի քանի ամիսներից մինչև անգամ տարիներ տևող պրոցես է։ Միջնադարի բուժակները նույնիսկ համոզված էին, որ երիկամներում են կուտակվում նաև մարդու չար մտքերի, մտատանջության ու անհանգստության արգասիքները, որոնք նույնքան վնասակար են, որքան ֆիզիկական նյութափոխանակության արգասիքները։ Միայն վերջերս նաև ապացուցվեց բժշկության կողմից, որ նախանձը կարող է դառնալ հիվանդության պատճառ։ Այո, չարությունը, նախանձը դրանք հիվանդության պատճառ են, բայց ցավոք ոչ մի կոմպյուտերով եւ արյան անալիզներով այդ ֆակտորը չի երևում, հաշվի չի առնում, նրա հետևանքները երևում են արյան պատկերի վրա շատ։ Այսինքն բոլոր այդ նեգատիվ էմոցիաները, այո, ատելությունը, չարությունը, նախանձը, հուսահատությունը, չկարողանալ ներելը թողնում են իր հետևանքները։ Իրենք պատճառը չեն երևում, բայց մենք հետևանքը տեսնում ենք անալիզների մեջ։ Եվ դրա համար շատ անգամ տեսեք, մենք խոսում ենք, որ պատճառը հայտնի չի։ Բայց պատճառը գալիս է հոգեկանից, որտեղ մարդուն չի կարելի բաժանել։ Հին բժշկության տարրերն են, որոնք այսօր նորից վերադառնում են այդ ամբողջական հոլիստիկ բժշկությանը։ Երիկամային անբավարարությունը դրանց ֆունկցիայի խանգարումն է։ Երիկամի նեֆրոնները ոչնչանում են ու փոխարինվում շարակցական հյուսվածքով։ Դա անվերադարձ պրոցես է, մենք չունենք այսօրվա դրությամբ որևիցե դեղամիջոց, որը կարող է վերականգնել երիկամի հյուսվածքը, երիկամի աշխատանքը։ Օրգանիզմում սինթեզվում է ամիլոիդ սպիտակուց, որը որ կուտակվելով օրգանիզմում սպիտակուցը առաջացնում է երիկամային անբավարարություն, կամաց փոխարինելով հյուսվածքը երիկամի իրանով, բերում է նրան, որ երիկամը չի կարողանում կատարել լիարժեք իր ֆունկցիան։ Երիկամային հիվանդության նմանատիպ զարգացումը կարող է հանդիպել 1 միլիոն չափահաս մարդկանցից 100-ից 600-ի մոտ։ Աշխարհում ընդհանրապես հիվանդացությունները բարձրանում են, երիկամային հիվանդությունների, ինչպես նաև դա տենդենցիան կա Հայաստանում, ընդ որում վերջին տարիներին, դա ունի նաև եւ օբյեկտիվ պատճառները եւ նաև մի փոքր սուբյեկտիվ, ասենք դա որն է, որ ավելի զարգանում է ախտորոշման մեթոդները, շատ ավելի խուլ բնակավայրերում, որտեղ տեղեկացվածության ինֆորմացիայի մակարդակը ավելի բարձր է եւ արդեն սկսում են հիվանդի հետ ավելի այդ առումով ուշադիր աշխատել, դա նպաստում է։ Բացի այդ հիվանդացության
հիվանդությունների ստրուկտուրան է փոխվում ամբողջ աշխարհում։ Տարբերակվում են երիկամային անբավարարության սուր եւ քրոնիկ տեսակները։ Քրոնիկ երիկամային անբավարարության պատճառները բազմաթիվ են։ Դրանցից են երիկամային տարբեր բնույթի բորբոքումները՝ պիելոնեֆրիտը, գլոմերուլոնեֆրիտը, հիդրոնեֆրոզը, ինչպես նաև երիկամային միզասեռական համակարգի ուռուցքային հիվանդությունները։ Հիվանդությունները, որոնք բերում են սուր երիկամային անբավարարությանը եւ քրոնիկ երիկամային անբավարարությանը, տարբեր են։ Շատը մենք շփվում ենք որպես ուրոլոգներ քրոնիկ երիկամային անբավարարության, շատ հիվանդություններ կան, որոնք կարող են բերել, դա օրինակ գլոմերուլոնեֆրիտն է, ամիլոիդոզն է, լավ պոլիկիստոզն է, այդ հիվանդությունները կոչվում են սպეციფიկ հիվանդություններ եւ զբաղվում են նեֆրոլոգները։ Մենք մեր պրակտիկայում ուրոլոգիական շատը շփվում ենք միզաքարային հիվանդության հետ, երիկամի քրոնիկ կամ սուր բորբոքումների հետ, տենց կոչված պիելոնեֆրիտների, շագանակագեղձի բարբուրակ հիպերպլազիայի հետ, ինֆրավիզիկալ օբստրուկցիա, երբ որ խանգարվում է միզարձակությունը, մի պահ հիվանդի մոտ լինում է այդ վիճակը, որ սկսվում է քրոնիկ միզարձակության խանգարում եւ մեզը երիկամներից մեզի արտահոսքը խանգարվում է, մեզի պասաժը խանգարվում է, բնականաբար սկսվում է զարգանալ քրոնիկ երիկամային անբավարարությունը։ Երիկամային անբավարարությունը առաջանում է ոչ բոլոր պացիենտների մոտ, դա կարող է առաջանալ մոտ 30%-ի մոտ։ Եվ եթե հիվանդները լինեն հետևողական, ստանան իրանց բուժումը, ապա կխուսափեն այդ բարդությունից։ Սակայն շատ ժամանակ լինում է, որ գալիս են բաց թողած վիճակում եւ նույնիսկ բուժումը արդեն արդյունավետ չի լինում։ Բոլոր հիվանդությունները, որոնք կարող է բերեն պասաժի խանգարման, դա լինի քար, պոստռենալ վիճակներում, դա լինի ինչ-որ ուռուցք, որը դրսից սխվում է միզածորանը եւ խանգարում է մեզի արտահոսքը, դա լինի քրոնիկ կամ սուր երիկամի բորբոքային պրոցեսներ։ Նրանք ժամանակի ընթացքում, եթե բնականաբար ճիշտ եւ ժամանակին օգնություն չցուցաբերել, բերում են քրոնիկ երիկամային անբավարարություն։ Երիկամային քրոնիկ անբավարարությունը նկատելի առնչություն ունի անոթային համակարգային հիվանդությունների հետ։ Լինում են դեպքեր, երբ երիկամային քրոնիկ անբավարարությունը զարկերակային ճնշման տատանումների ու խանգարման հետևանք է։ Սիրտանոթային հիվանդությունները կարող են առաջացնել երիկամային քրոնիկ հիվանդություններ, որը մենք անվանում ենք կարդիոռենալ համախտանիշ, իսկ երիկամային հիվանդությունները ինքնին կարող են բարձրացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը պայմանավորված։ Առաջին հերթին դիսլիպիդեմիայով, այսինքն ճարպային փոխանակության բալանսի խանգարումով, երկրորդ հիպերտենզիայի առկայությամբ, երիկամային պատճառի, երրորդ երիկամային պատճառի անեմիայի առկայությամբ։ Երիկամային արտերիաների ճնշումը, ստենոզը, եւս քրոնիկ երիկամային անբավարարությունը խթանող գործոններից է։ Քրոնիկ երիկամային անբավարարությունը ստադիաներ ունի, լատենտ, կոմպենսացված, դեկոմպենսացված, տերմինալ։ Բոլոր ստադիաները ունեն իրանց կլինիկական ձևավորումը եւ լաբորատոր ձևավորումը։ Շարակցական հյուսվածքների համակարգային հիվանդությունները, այդ թվում համակարգային սկլերոդերմիան, համակարգային կարմիր գայլախտը, հեմորագիկ վասկուլիտը նույնպես կարող են հանգեցնել երիկամային քրոնիկ անբավարարության։ Հիմնական որևէ հիվանդության պատճառով են զարգանում երիկամների քրոնիկ հիվանդությունները, չի լինում երիկամների քրոնիկ հիվանդություն առաջնային։ Դա կարող է լինել երիկամների բացակայության, բնածին բացակայության դեպքում կամ ասենք տրավմաների դեպքում, հեռացնելու դեպքում այդպիսի process կարա զարգանում է, բայց հիմնականը քրոնիկ երիկամային հիվանդությունը դա զարգանում է նախկինում երկար տևող բազմաթիվ հիվանդություններից։ Նրանք ռևմատիկ հիվանդություններն են, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, պարբերական հիվանդությունը եւ այլն։ Բնականաբար դրանց բնորոշ ողջ սիմպտոմատիկան վաղ ժամկետում մենք կարող ենք ունենալ ճնշման բարձրացումները, ենթադրենք պարբերական հիվանդության ժամանակ բնորոշ նոպաները տենդի ձևով, որովայնի ցավերի ձևով, հոդային ցավերի ձևով եւ այլն, կրծքավանդակի ցավերի ձևով։ Այսինքն մենք ունենք հիմնական հիվանդության սիմպտոմատիկա պլյուս ժամանակի ընթացքում փոփոխություններ, որոնք բնորոշ են երիկամին։ Երիկամային քրոնիկ անբավարարությունը կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարման հիվանդությունների, պոդագրայի, շաքարային դիաբետի, ամիլոիդոզի հետևանք։ Շաքարը արյան մեջից անցնում է մեզի մեջ պասիվ եղանակով, այսինքն
նյութեր կան արյան մեջ, որոնք пассив, իրանց պետք չի ինչ-որ ակտիվ գործողություն, որպեսզի երիկամը վերցնի, հա, արյան մեջից ֆիլտրի անցկացնի մեզի մեջ։ Իրանք որոշակի քանակից, եթե ավել է շաքար արյան մեջ, նա անցնում է մեզի մեջ։ Երիկամների նեֆրոններում կան շատ փոքր անցքեր։ Այդ անցքերով շաքարը, եթե նրա քանակը արյան մեջ 7 մլլից գերակշռում է, նա ավտոմատ ձևով անցնում է մեզի մեջ։ Եվ անցնելուց ու կոպիտացելով ոնց որ չաղ մարդը խցկվի նեղ անցքով, ինչ կլինի 1, 2, 3 անցքերը կարող են լայնանալ։ Էլի սկզբնական շրջանում դա դարձելի process է, այսինքն եթե մենք իջացնենք գլյուկոզայի քանակը արյան մեջ, անցքերը վերականգնվում են, գալիս են իրենց նորմալ չափերի։ Եթե չի կարգավորվում, անընդհատ այդ process-ը շարունակվում է, անցքերը գնալով մեծանում են այնքան հսկայական չափերի, որ արդեն անցնում են սպիտակուցները пассив ձևով, որոնք չպետք է անցնեն, այսինքն օրգանիզմը սկսում է կորցնել սպիտակուցներ։ Երիկամային սուր անբավարարության առաջացումն ունի միանգամայն տարբեր պատճառներ։ Այն հիմնականում վնասվածքային, այրվածքային, հեմոտրանսֆուզիոն, հեմորագիկ եւ այլ տեսակի շոկերի արդյունքն է։ Զարգանում է բավականին արագ ժամերի օրերի ընթացքում եւ իրենց ներկայացնում է դարձելի process, այսինքն բուժման համապատասխան ճիշտ եւ ժամանակին բուժական միջոցառումներ կիրառելու դեպքում նա հետ է նահանջում եւ վերականգնում է երիկամի աշխատանքը ամբողջովին։ Սուր երիկամային անբավարարություն կարող են առաջացնել սնդիկը, սնկային թույները, մկնդեղը, դեղորայքային թունավորումները, սուր վարակները։ Սուր անբավարարության վիճակը կարող է առաջանալ նաև վերին միզուղիների անանցանելիության հետևանքով։ Անկախ թե ինչ պատճառից է զարգացել երիկամների ախտահարումը, մանավանդ վերջնական փուլերում կլինիկական պատկերը բավականաչափ նման է լինում, նույնն է լինում։ Այսինքն մենք ստանում ենք երիկամների ֆունկցիոնալ վիճակի անբավարարություն եւ դա բնականաբար պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները, որոնք որ անջատվում են, որոնք որ չեն գործում կամ խեղաթյուրված են գործում, նույնն են։ Երիկամային սուր անբավարարության մասին կարող է վկայել մեզի ծավալի նվազումը։ Այդ դեպքում օրգանիզմում է մնում ազոտական շլակների մեծ քանակություն, խախտվում է ջրային, էլեկտրոլիդային, թթվային հավասարակշռությունը։ Բնական է, որ խանգարվում է սրտանոթային համակարգի ֆունկցիան։ Ի հայտ է գալիս սակավարյունություն։ Մեզի քանակության, գույնի, հաճախականության, գիշերային եւ ցերեկային մեզի քանակի հարաբերության փոփոխություն կարող է լինել, բնորոշ ասենք սիմպտոմներն են։ Շատ դեպքերում կարող են այդ սիմպտոմները լինեն քիչ նկատելի կամ աննկատ հիվանդի համար։ Դա չի նշանակում, որ լաբորատոր ոչ մի եղանակով դա չի հայտնաբերում։ Հայտնաբերվում են ուղղակի սկզբնական փուլում հիվանդները կարող են նշանակություն չտալ կամ ուղղակի չնկատել սիմպտոմները։ Հաջորդ խումբը սիմպտոմների դա կարող է կախված լինել զարկերակային ճնշման փոփոխությունների հետ։ Օրինակ երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման դեպքում շատ բնորոշ է զարկերակային հիպերտենզիայի զարգացումը, մոտարապես հիվանդությունների 70 եւ ավել տոկոսի դեպքում այն ուղեկցում է զարկերակային հիպերտենզիայով։ Երիկամային անբավարարություն ունեցող մարդու մոտ նկատվում է ընդհանուր թուլություն, քնի խանգարում, ավելի ուշ զարգանում է պոլինևրիտ, ուրեմիա։ Հատկապես քրոնիկ անբավարարության դեպքում արձանագրվում են մի շարք օրգանհամակարգերի ֆունկցիայի խանգարումներ, տարատեսակ ուղեկցող հիվանդություններ ու հիվանդագին վիճակներ։ Միանշանակ իհարկե ազդում է հիվանդի ինքնազգացողության վրա, բերում է մաշկի գույնի փոփոխության, ընդհանուր թուլության, հիշողության հետ խանգարումների, սիրտխառնոցների, փսխումների, այսինքն խախտվում են բոլոր օղակները եւ նյարդային եւ սիրտանոթային։ Բնորոշ նշաններ ավելի վաղ, ավելի ուշ փուլերին արդեն անեմիայի զարգացումն է, արյան հեմոգլոբինի քանակի նվազում են, դա կալցիում ֆոսֆորական նյութափոխանակության խանգարումներն են եւ այլն, որոնք բնորոշ են շատ ավելի ուշ փուլերին այտուցները, քորը։ Արդեն վաղուց ապացուցված է, որ երիկամային քրոնիկ հիվանդության առկայության դեպքում մի քանի անգամ մեծանում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Մասնավորապես, եթե երիկամների կծիկային քամազատման արագությունը նվազում է մինչև 60 մլ/րոպեում, սիրտանոթային հիվանդությունների ռիսկը աճում է 2-ից 4 անգամ։ Եթե կծիկային քամազատման արագությունը նվազում է 60-ից մինչև 30 մլ/րոպեում, սիրտանոթային հիվանդությունների ռիսկը աճում է մինչև 10 անգամ։ Արդեն իսկ առկա երիկամային անբավարարության պարագայում տեղի ունեն որոշակի ընդհանուր օրգանիզմում փոփոխություններ, որը արտահայտվում է ավելի շատ ոսկրահոդային համակարգի ախտահարումով, մասնավորապես
կալցիում եւ ֆոսֆորի նյութափոխանակության խանգարումը, որը որպես կանոն զարգանում է քրոնիկ երիկամային անբավարարության վերջնական փուլերում, դիտվում է ոսկրի նոսրացում։ Եթե հիվանդը ունի երիկամային քրոնիկ հիվանդություն, ինքը արդեն դասվում է սիրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի մեջ, ինչ է նշանակում, որ մոտակա 10 տարվա ընթացքում այս հիվանդների սրտամկանի ինֆարկտի, հանգարցամահության ռիսկը բարձրանում է տարեկան 10%-ից ավելի։ Կարևոր է իմանալ, որ քրոնիկ երիկամային անբավարարությունը երիկամային քրոնիկ հիվանդությունների վերջնագիծն է, որը մեծամասամբ հնարավոր է կանխարգելել։ Հիմնականում բավականին լուրջ հետևանք է, որը իր հերթին նույնպես խորացնում է շաքարային դիաբետի ընթացքը, խորացնում է նյութափոխանակության խանգարումները, որոնք բերում են ավելի ինքնազգացողության ավելի վատթարացման։ Երիկամային որևէ անբավարարության դեպքում նախանշաններն ու հիվանդի ընդհանուր վիճակը, ինչպես նաև անամնեստիկ տվյալները հուշում ու վկայում են այդ հիվանդության մասին։ Սակայն վերջնական ախտորոշումը սահմանվում է լաբորատոր, նաև գործիքային հետազոտությունների հիման վրա։ Առաջնահերթը տրվում է ուլտրաձայնային եւ լաբորատոր տվյալներին, երբ որ կատարվում է հետազոտություն, գնահատվում է երիկամների իրավիճակը, բավականին ինֆորմատիվ է ուլտրաձայնը այդ դեպքում, որոշում է երիկամների չափը, տեղադրությունը, հյուսվածքի, կառուցվածքի փոփոխությունը եւ միզային արտադրության, միզուղիների խանգարումը։ Իհարկե, երբ որ լինում են շատ չնչին թույլ փոփոխվածություններ, գրեթե անհնարին է լինում որոշել կա արդյոք թե ոչ։ Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում կրկնակի հետազոտություններ։ Քրոնիկ փոփոխությունների ժամանակ երիկամը նույնպես կարա կրի շատ թույլ արտահայտված, միջին եւ բավականին արտահայտված փոփոխություններ։ Միաժամանակ կատարվում է լաբորատոր հետազոտություն, որը որ տալիս է մեզի պատկերը փոփոխված եւ նաեւ արյան մեջ։ Ելնելով այդ տվյալներից հնարավորություն է տալիս հիվանդին կատարել կոմպյուտերային տոմոգրաֆիա, որպեսզի եւ ներարկել կոնտրաստ, կատարում է սինտիգրաֆիա, որը որ բավականին ինֆորմատիվ է հյուսվածքի փոփոխությունների եւ բավականին ֆունկցիոնալ մեթոդ է հետազոտման։ Երիկամային անբավարարության բուժումը սկսվում է հիմնական ու հիվանդության վերջնագծին հասցրած ախտահարական քրոնիկ վիճակի վերացումից։ Երիկամային կամ համակարգային այլ հիվանդությունների, բորբոքումների, դիաբետի, անոթային խնդիրների պարագայում նշանակվում է բուժում, որի առաջնահերթ նպատակն է հիվանդի ընդհանուր վիճակի թեթևացումը։ Երբ խոսքը գնում է երիկամային անբավարարության մասին, մենք միշտ ձգտում ենք առաջի օրվանից բուժել հիմնական հիվանդությունը, հնարավորինս կոմպենսացնել շաքարային դիաբետը դա լինի, ամիլոիդոզը լինի, որպեսզի գործը չհասնի երիկամային անբավարարության։ Ամենակարևոր բաներից մեկը բուժել առաջնային հիվանդությունը, որը բերում է քրոնիկ երիկամային անբավարարության։ Դա կլինի միզածորանի քար, կլինի երիկամի քար, կլինի քրոնիկ երիկամային բորբոքում, պիելոնիֆրիտ, կամ կլինի ինֆրավեզիկալ օբստրուկցիա, շագանակագեղձի ադենոմա, որը բերում է միզարձակության դժվարության, մնացորդային մեզի առկայության։ Երիկամային անբավարարությունը պայմանավորված ռևմատիկ հիվանդություններով պետք է առաջի հերթին զբաղվել բուն հիվանդության բուժմամբ։ Գումարած արդեն օգնող այսպես բուժում կապված երիկամների ֆունկցիայի հետ։ Երիկամային անբավարարության վաղ շրջանում իրականացվում է երիկամների աշխատանքը խթանող բուժում։ Հղի կնոջ մոտ բնականաբար արգանդը մեծանում է եւ սխվում է միզածորաններին, լավ, խանգարելով մեզի արտահոսքը։ Բացի դրանից լինում են հորմոնային խանգարումներ հղիության ժամանակ, որոնք վատացնում են միզածորանի պերիստալտիկան, լավ, то есть պասաժը։ Վատանում է մեզի արտահոսքը երիկամից, լավ, նաև մեզի անալիզների մեջ մենք կարող է հայտարարենք բակտերիուրիա, թեկուզ ասիմպտոմատիկ, այդ հղիները գանգատվում են ոտքային ցավերից, լավ, հաճախամիզությունից եւ հետազոտելիս եթե մենք սոնոգրաֆիկ եւ մյուս հետազոտություններով հասկանում ենք, որ կնոջ մոտ գոյություն ունի ուրետրահիդրանեֆրոզ, то есть պասաժի խանգարում մեզի մեջ ունենք բակտերիաներ մեծ քանակով, արտադիր կատարում ենք ստենտավորում, էնդոսկոպիկ եղանակով մտնում ենք միզապարկ եւ միզապարկից երիկամի մեջ տեղադրում ենք ստենտ, որը ապահովում է երիկամի պասաժը, մեզի պասաժը։ Ստենտաբերելուց հետո անցնում է մոտավորապես 1 ամիս, հա, վերականգնվում է
մեզի արտահոսքը, այդ ստենտը հեռացվում է։ Եվ բավականի շատ կանանց մոտ երբևէ դա չի արվում, ապագայում այդ խրոնիկ երիկամային բորբոքումը պիելոնեֆրիտը պրոգրեսիվում է եւ ընթացքում կարող է բերի երիկամային խրոնիկ անբավարարությանը։ Երիկամային տերմինալ անբավարարության պարագայում բժիշկները դիմում են հեմոդիալիզի կամ պերիտոնեալ դիալիզի։ Երբեմն առաջանում է երիկամային փոխպատվաստման անհրաժեշտություն։ Երիկամայի տրանսպլանտացիայի մասին նույնպես Հայաստանում կատարվում է, բնականաբար ցանկալի կլիներ ավելի մեծ քանակությամբ կատարվել, սա ունի իր լուրջ դրական ազդեցությունները, հիվանդը արդեն կախված չի լինում որոշակի սարքավորումներից, որոշակի պրոցեդուրաներից, ճիշտ է ավելի ծանրաբեռնված է լինում դեղորայքով, որոնք որ իմունային համակարգը կարող են ընկճել եւ հատուկ խնամք եւ հատուկ ուշադրություն են պահանջում հիվանդները, բայց հիվանդի կյանքի որակի առումով դա շատ մեծ առաջընթաց քայլ է։ Երիկամային սուր անբավարարության պարագայում, որի պատճառը հանկարծակի թունավորումներն են, այրվածքները, դժբախտ պատահարներն ու աղետները, հիվանդին ցուցաբերվում է անհետաձգելի բուժօգնություն, մեծամասամբ վերակենդանացման բաժանմունքի պայմաններում։ Առաջնահերթորեն տարբեր միջոցառումների արդյունքում հիվանդը դուրս է բերվում շոկային վիճակից։ Միաժամանակ վերացվում են բոլոր այն պատճառները, որոնք հանգեցրել են սուր երիկամային անբավարարության։ Քանի որ երիկամային սուր անբավարարությունն առաջացել է հանկարծակի, դրա վերացման համար իրականացվում է արյան էքստրակորպորալ մաքրում, հեմոդիալիզի կամ պերիտոնեալ դիալիզի միջոցով։ Ամբողջ աշխարհում առաջ 10-20-30 տարի առաջ դիալիզային բուժումը սկսում էին 800 կամ 1000 եւ ավել կրեատինինի թվերից, ներկայությամբ աշխարհը շատ ավելի փոքր թվերի դեպքում 300-350-400 թվերի դեպքում արդեն ասում են երիկամա փոխարինող թերապիայի։ Ինչու է մոտեցումը փոխված, որովհետեւ այն փուլը, երբ որ օրգանիզմը անցնում է այդ միջանկյալ փուլը մինչև հին ստանդարտներով դիալիզի անցնելու, շատ մեծ կենսաքիմիական փոփոխություններ, ֆիզիոլոգիական փոփոխություններ են, ախտաբանական փոփոխություններ են ընթանում օրգանիզմում եւ դա բերում է նրան, որ օրգանիզմը ուղղակի սպառում է իր ռեսուրսները։ Եվ այստեղ, եթե առաջ մոտեցումը հետեւյալն էր, ինչքան հնարավոր է ուշ անցնել դիալիզային բուժման, որովհետև դիալիզային տեխնոլոգիաները զարգացած չէին, այդքան էֆեկտիվ չէին, ներկա դրությամբ հակառակը որոշվում է ինչքան հնարավոր է վաղ անցնել հեմոդիալիզային թերապիայի, որովհետև վատ գործող, սխալ գործող երիկամը նա կարող է ավելի շատ վնաս տալ ամբողջ օրգանիզմին։ Դեղորայքային բուժումը լատենտ կոմպենսացված եւ դեկոմպենսացված ստադիաներում, որը այդ բուժումը կատարվում է որպեսզի կանգնացնել process-ը եւ քրոնիկ անբավարարությունը չզարգանա, լավացնել ֆիլտրացիան երիկամի, որ հնարավորին չափով մաքրել օրգանիզմից այդ ազոտային շլակերը, որոնք կուտակվում են։ Տերմինալ ստադիաներում բնականաբար միայն հեմոդիալիզն է ապահովում հիվանդների ապագա կյանքը։ Երիկամա փոխարինող թերապիան, հեմոդիալիզը, այսպես ասած, միայն էքսկրետոր ֆունկցիան է կարողանում փոխարինել եւ բնականաբար մնացած ֆունկցիաները պետք է հսկողության տակ լինեն արդեն համապատասխան դեղորայքի միջոցով։ Այսինքն դա չի նշանակում, որ երիկամա փոխարինող թերապիան, հեմոդիալիզը դա միենակ դիալիզ է եւ հիվանդը գալիս է դիալիզը ստանում գնում է։ Այս վիճակում օրգանիզմում փոփոխված է ողջ մետաբոլիզմը, ողջ նյութափոխանակությունը, ֆիզիոլոգիական ռեակցիաները, նույնիսկ ասենք ասենք լաբորատոր տվյալների նորմերը փոխված են այսպիսի պացիենտների մոտ, իմունային համակարգը, բորբոքային ռեակցիաները, սիստեմային բորբոքային process կարող է ընթանալ, ծերացման process-երը խիստ արագացած բնականաբար ինտոքսիկացիայի շրջանում եւ այսպիսի հիվանդների վարումը, մենեջմենտը պետք է լինի լիարժեք, բազմակողմանի, կշռադատված եւ այստեղ մենք իրավունք չունենք սխալվելու կամ թերանալու։ Բուժման ընթացքում կարևոր է նաև օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության, ջրաղային հավասարակշռության վերականգնումը։ Առաջնահերթ է նյութափոխանակության համակարգային ախտաբանական վիճակների շտկումը։ Հեմոդիալիզի ընթացքում հիվանդի այրուրը մի քիչ պարզ բացատրեմ, դա արտերովենոզ ֆիստուլայի կամ կաթետրների միջոցով անցկացնում ենք ապարատի միջով, դիալիզատորի միջով եւ այնտեղ տեղ ունենում մաքրման process, այնուհետեւ հետեւերադասում հիվանդին։ Մաքրման process-ում երկու հիմնական երևույթ է տեղ ունենում՝ դիֆուզիա եւ ուլտրաֆիլտրացիա։ Դիֆուզիայի ընթացքում այն նյութերը, որոնք որ օրգանիզմում կուտակված են եւ ունեն բարձր կոնցենտրացիա,
հեռանում էր, այսինքն շփվելով ոչ անմիջապես, մեմբրանի միջոցով շփվելով դիալիզատի հետ, դիալիզող հեղուկի հետ, նա ֆիզիոլոգիական բաղադրություն ունի, մեծ կոնցենտրացիայից դիֆուզիայի են ենթարկվում դեպի փոքր կոնցենտրացիայի ուղղությամբ, դա կոչվում է դիֆուզիա։ Այդ դիֆուզիայի միջոցով հեռացվում են այնպիսի նյութեր, ասենք կրեատինինը, միզանյութը, կալիումի ավելցուկը, իսկ ուլտրաֆիլտրացիան դա ճնշումների տարբերություն է ստեղծվում մարդու էքստրակորպորալ արյան, շրջանառող արյան եւ դիալիզատի միջև եւ ճնշման միջոցով տեղ ունենում ավելորդ հեղուկի քանակի հեռացում։ Որպես կանոն երիկամային թե սուր, թե քրոնիկ անբավարարության հետևանքով առաջանում են կողմնակի եւ սրվում արդեն իսկ առկա հիվանդությունները։ Խթանվում է մի շարք հիվանդագին երևույթների առաջացումը։ Այս դեպքում հիմնական բուժմանը զուգահեռ կարևորվում է կողմնակի հիվանդությունների դեմ արդյունավետ ու մասնագիտական բուժական միջոցառումների ձեռնարկումը։ Ուշ փուլերում արդեն երբ որ օրգանիզմը բավականաչափ ռեսուրսներ կորցրած է լինում, շատ ավելի քիչ բան է լինում վերականգնողական առումով։ Այստեղ արդեն երիկամա փոխարինող թերապիայի հարցն է բարձրացնում եւ երբ որ արդեն որոշվում է այդ կրիտիկական ժամանակը, երբ պետք է սկսվում է փոխարինող թերապիան։ Այստեղ մենք շատ մեծ հոգեբանական բարիեր ենք ունենում հիվանդների հետ կախված, պացիենտները սովորաբար չեն ընդունում, այսօր մենտալիտետը այնպես է, որ խուսափում են դիալիզային թերապիայից։ Դա ճիշտ մոտեցում չէ, մեր փորձը, աշխարհի փորձը դա ցույց է տալիս, որքան երիկամա փոխարինող թերապիան վաղ է սկսվում, ռեսուրսները պահպանված են լինում, անկան հետագա կյանքի եւ տևողությունը եւ կյանքի որակը բարձր է լինում պացիենտների։ Երիկամային անբավարարության բուժումը տևական գործընթաց է, որին մասնակցում են տարբեր մասնագիտացման բժիշկներ։ Վերականգնման ու լիարժեք ապաքինման ճանապարհին մարդը հանդիպում է մի շարք բարդությունների, որոնք անհնար է մեկ օրում հաղթահարել։ Դա ենթադրում է կենսակերպի ու նախասիրությունների հիմնովին վերանայում ու փոփոխում։ Հատկանշական է, որ այս ընթացքում մեծ նշանակություն ունի մտածելակերպի ու գիտակցության վերանայումը։ Դեռևս հնուց է հայտնի, որ երիկամային քրոնիկ հիվանդությունների առաջացումը հոգևոր գործոն է պարունակում։ Ժամանակակից հոգեբանները համոզված են, որ նարեկաբուժությունը երիկամային անբավարարության դեմ եւս ունի դեղատոմս։ Ամբողջական դեպքերում այո, մենք կարողանում ենք տեսնել եւ բուժել։ Հիշելով նույնը, որ ոչ թե հիվանդություն, այլ հիվանդին բուժել, որտեղ ամբողջ process-ը կյանքի տանում է հիվանդը իր մտքերով, հույզերով, վերաբերմունքով, ապրելու ցանկությամբ մղումով եւ հակառակը մահանալով։ Ինչպես ասեցի, հոգեբանական ինքնասպանության մասին, որովհետեւ եթե հիվանդը արդեն անցել է հոգեբանական ինքնասպանության, մինչև դու չանես այդ վիճակից, ոչ մի դեղորայք, ոչ մի վիրահատություն չի կարող օգնել։ Ամփոփենք։ Երիկամները մարդու օրգանիզմի նյութափոխանակության կարևոր բաղադրիչն են։ Արտազատման գլխավոր օրգանները հենց երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի ու ջրի ավելցուկը։ Երիկամները մեր օրգանիզմի ամենախոցելի օրգաններից են, որոնց հիվանդության ռիսկերը բազմաթիվ են։ Երիկամային սուր անբավարարությունն առաջանում է աղետների, սուր թունավորումների, շոկերի հետևանքով։ Շատ արագ խանգարվում է օրգանի ֆունկցիան, որը մի շարք վտանգներ է պարունակում։ Երիկամային քրոնիկ անբավարարությունն ի հայտ է գալիս տևական ու չբուժված, զարգացող հիվանդությունների, բորբոքումների, համակարգային հիվանդությունների ու նյութափոխանակության խանգարումների արդյունքում։ Սուր անբավարարության պարագայում անհրաժեշտ է իրականացնել շտապ ու անհետաձգելի բուժօգնություն։ Դիալիզ, ըստ անհրաժեշտության ընտրելով տարատեսակները։ Քրոնիկ անբավարարության դեպքում առաջնային է հիմնական հիվանդության բուժումը, որին զուգահեռաբար իրականացվում է հետևանքների ու անբավարարության երևույթների համակողմանի բուժում։ Այս պարագայում եւս կատարվում է դիալիզ։ Նաեւ կարող է առաջանալ փոխպատվաստման անհրաժեշտություն։